Տիկին Մանասյան, դուք Գյումրիում եք գտնվում, արդյոք այցելելու եք տնային կալանքում գտնվող Սրբազանին։ Ես այսօր Գյումրիում եմ կոնկրետ նպատակով, որովհետև ունենք մի քանի քաղաքացիներ, որոնց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր կան, դրանց առնչությամբ պետք է մի քանի աշխատանքային գործողություններ ինքս իրականացնեմ, նաև հանրային իրազեկումներ եմ այս փուլում իրականացնում, այս պահի դրությամբ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերին այսօրվա այցի շրջանակներում չենք հասցնելու անդրադառնալ, բայց բնականաբար ազատությունից զրկված անձանց հետ կապված հարցերը, այդ թվում ձեր կողմից հիշատակված անձի մասով մշտապես են իմ ուշադրության կենտրոնում։ Մենք նաև այց ենք ունեցել, անընդհատ կապի մեջ ենք իրավունքների հետ կապված հարցերով, հետևաբար հարցին անդրադարձ անընդհատ ենք կատարում։ Մեր մարզից եք նկատում, թե ինչ վիճակագրություն եք մոտավորապես, ինչպես եք արձագանքում այդ ամենին։ Երևի թե թվային տեսանկյունից ես այս պահին չխոսեմ, որովհետև որակականն է երևի թե ավելի շատ կարևոր, հատկապես մարդու իրավունքների հետ կապված հարցերի տեսանկյունից։ Շիրակի մարզի հետ կապված բնականաբար մենք պարբերաբար ենք տարբեր դիտանկյուններից դիմում բողոքներ ստանում։ Իհարկե բոլորին հայտնի անօթևանության խնդիրն է երևի թե ամենա այսպես տարածվածը դիմում բողոքների համատեքստում։ Դրանով ոչ միայն պարբերաբար ենք զբաղվում, հենց նոր նաև մարզպետի հետ հանդիպման շրջանակներում այդ թվում այդ հարցին էինք անդրադառնում։ Ես մինչև հիմա շարունակում եմ մնալ իմ այն տեսակետին, որ այս հարցին պետք է շուտափույթ լուծում գտնել առանց որևէ այսպես մնացյալ այլ հանգամանքներին ուշադրություն դարձնելու համատեքստի, որովհետև սա միանշանակ խնդիր է, որը մարդու իրավունքների տեսանկյունից շատ մեծ ազդեցություն է ունենում։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ նաև այն հարցին, որ հատկապես հանրային ծառայությունների տեսանկյունից նաև մենք դիմումներ ունենք որոշ շենքերի բնակիչներից, որ իրենք օրինակ ինչ-որ առումով հակասանիտարական վիճակներում են այս պահին շենքերը գտնվում, հատկապես նկատի ունենալով կոյուղագծերի եւ այլնի հետ կապված հարցերը։ Զարմանալի չլինի, որ ես այս հարցը հիմա բարձրաձայնում եմ, պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ խնդիրը բավականին մեծ է դարձել, հա, այս պահին նկատի ունենալով, որ ոչ թե մի քաղաքացի է օրինակ մեզ դիմում, այլ կոնկրետ շենքերի բնակիչներ են դիմում։ Իհարկե այս հարցերը դարձյալ շատ արդյունավետ քննարկում ենք պետական մարմինների գործընկերների հետ, նաև մարզպետի աշխատակազմի հետ են այս հարցերը քննարկման առարկա դառնում։ Ես էլ եմ նշում, որ անհատական դեպքերով խնդիրներին հնարավոր է լինում լուծումներ գտնել, բայց շատ կարևոր կլինի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք համակարգային լուծումներ այս հարցերին գտնենք։ Իհարկե աշխատատեղերի հետ կապված հարցն է, որ դարձյալ պարբերաբար բարձրաձայնվում է քաղաքացիների կողմից։ Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին մենք ենք պարբերաբար ուսումնասիրության կենտրոնում պահում եւ ուշադրություն դարձնում։ Երեխաների, երիտասարդների իրավունքների հետ կապված հարցերը ու նաև մեր իրավունքների խթանման գործառույթի համատեքստում պարբերաբար հանրային իրազեկումների աշխատանքները, որ մշտապես ենք իրականացնում եւ այսօր էլ նաև այցի շրջանակներում շատ մեծ հատված դրան ենք նվիրելու։ Ուզում եմ իհարկե նշել, որ այս այցը դուք եք տեղյակ, որ այնպես չէ, որ առաջինը կամ վերջինն է, Շիրակի մարզ ես ինքս պարբերաբար եմ այցելում, մի քանի ամսվա կտրվածքով պարբերաբար այցեր ենք ունենում, տարբեր բնակավայրեր, նաև մշտապես պարտադիր ինքս Գյումրի եմ գալիս, այստեղ խնամքի հաստատություններ էլ կան եւ դրանց հետ կապված հարցերն էլ մեր ուշադրության կենտրոնում են, թե մոնիթորինգային այցերի տեսքով նաև նկատած կլինեք մեր հրապարակումները, որ ունեցել ենք այդ թվում խնդիրների հետ կապված, որոնք խնամքի հաստատություններում ենք արձանագրել, թե նաև ինչու՞ չէ այն աջակցությունը, որ ինքներս փորձում ենք ցուցաբերել այդ հաստատություններում իրավունքների ապահովման վիճակը շատ ավելի լավը դարձնելու տեսանկյունից եւ բնականաբար շատ այլ հարցեր, որոնք գրեթե բոլոր մարզերին կարող են բնորոշ լինել, անընդհատ այստեղ նաև ազատությունից զրկման վայր կա, արդիկ քրեակատարողական հիմնարկը, որտեղ այցերը այսպես պարբերական բնույթ են կրում, այսինքն չէ, այսօր ես ինչպես նշեցի, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հատվածը չէ որպես նպատակ մեր այցի, բայց արդիկ քրեակատարողական հիմնարկ մենք պարբերաբար ենք գալիս ու առաջիկայում եւս վստահ եմ այցեր ունենալու ենք։ Որ հիմնական հանձնարարականների ասելով, մարտանիշ որպես որ հետո այցի շրջանակներում պիտի այլևս հանձնարարեք ուզելու կամ այդ առաջնահերթություն
Ես հատուկ շեշտադրեցի անօթևանության խնդիրը, հատուկ շեշտադրեցի այն կարևոր խնդիրը, որը վերաբերում է քաղաքացիների համար շենքային պայմանները սանիտարական վիճակում պահելու հարցին, դա իհարկե շատ լայն բարեփոխման աշխատանքներ է ենթադրում, այնպես չէ, հա, որ այդ խնդիրը նոր է առաջացել, խնդիրը տասնամյակների հարց է եւ ես վստահ եմ, որ պիտի լուծում ստանա, բայց լուծում ստանալու ուղղությամբ էլ պետք է շատ համակարգային աշխատանքներ իրականացվեն։ Մենք քննարկել ենք նաև թափառող շներին առնչվող մի քանի խնդիրներ, իհարկե ես շեշտադրել եմ, որ շատ կարևոր է եւ պետք է բացառված լինի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, բայց նաև նշել եմ, որ փաստացի այս պահին իրականացվող քայլերը այնպես չէ, որ լուծում տվել են մարդկանց տեսանկյունից, հա, առաջ եկող խնդիրներին, որովհետեւ մի շարք դեպքեր են ունեցել երեխաների հետ կապված բավականին այսպես լուրջ հարցեր, օրինակ մի քանի տարի առաջ երեխայի մահվան դեպքեր մարզերից մեկում գրանցվել, այստեղ էլ մեզ պարբերաբար պիտի շատ հստակ հա այս ուղերձնել տամ, պարբերաբար քաղաքացիները դիմում են այն հարցով, որ հատկապես երեխաները շատ վախի վիճակում են հայտնվում, նաև դեպքեր են եղել կծելու արդյունքում տարբեր իրադարձությունների, մի խոսքով շատ դետալների մեջ ինքս չմտնեմ, բայց շատ կարևոր է, որ այս խնդիրները լուծումներ ստանան։ Ընտրական իրավունքի հետ կապված հարցն էլ, այո, հատուկ քննարկման առարկա դարձավ, հիմնական ուղերձը այն է, որ մարդիկ պետք է հստակ իմանան, որ իրենց կամքի վրա որևէ ներազդեցություն ընտրելու իրավունքի դիտանկյունից պետք է պարզապես բացառված լինի, հետևաբար այս առումով շատ կարևոր է, որ թե բոլոր դերակատարները նկատի ունենան հանգամանքը եւ բացառեն նման վարքագիծը, նկատի ունեն որևէ կերպ ազդելու, ներազդելու ընտրողների կամքի վրա, եւ թե իրենք քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն այս հանգամանքին, նաեւ հաշվի առնելով այն, որ մի շարք արարքներ այդ թվում ոչ իրավաչափ են եւ քրեական օրենսդրությամբ են նախատեսված մի մասը այլ իրավախախտման տեսակ է իրենից ներկայացնում եւ իհարկե հատուկ ես անդրադարձա այն հարցին, որ հատկապես քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան ատելության խտրական խոսույթից, այն բևեռացված խոսքի տեսակներից, որոնք նաև մարդկանց տարբեր սոցիալական խմբերի են թիրախավորում, սա ցավոք շատ բնորոշ է մեր քաղաքական խոսույթին եւ ոչ միայն քաղաքական, նկատի ունենալով նաև այն, որ ընդհանուր հանրային միջավայրն է բավականին բևեռացված, հետևաբար այս դիտանկյունից ես շատ կարևորում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը ամենօրյա ուշադրության կենտրոնում սա պահի, բայց սա նաև որպես հաղորդագրություն ու որպես պահանջ բոլոր դերակատարներին եմ ուղղում բացառելու նման ոչ միայն խոսքի տեսակները, այլ նման վարքագիծը մեր տարբեր սոցիալական խմբերի նկատմամբ։ Տիկին Մանասյան, շատ դեպքերում մենք տեսնում ենք այդ ատելության խոսքի տարածողները իշխող ուժի ներկայացուցիչներն են, նրանց համակիրները, այս դեպքում գնահատական տալուց դուք չեք ունենա կաշկանդվածություն։ Բնականաբար ոչ, որովհետև այսօր Հայաստանը վերածվել է մի այնպիսի միջավայրի, երբ ոչ միայն իշխող ուժի, ոչ միայն ընդդիմադիր ուժերի դերակատարներն են նման խոսքի տեսակներ տարածում, այլ ցավոք նաև մի շարք այլ համայնքների, մասնագիտական համայնքների ներկայացուցիչներ եւ այլն, սա շատ տարածված երևույթ է դարձել եւ կարծում եմ բավականին շատ է եղել նաեւ իմ հրապարակային խոսքի այն դեպքերը, երբ թե իշխանության ներկայացուցիչներին, թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ինքս նաեւ քննադատել եմ նման խոսքի տեսակների համար, կաշկանդվածություն ոչ միայն չունեմ, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով այս հարցերին անդրադառնում եմ։